Ուշադրություն, ես ունեմ ձեր օգնության կարիքը։ Հայաստանում ամենաառաջին անգամ լինելու է բլոգերների մրցանակաբաշխություն։ Ես մասնակցելու եմ։ Այս ալիքը միասին ստեղծել ենք եւ միասին առաջ ենք տարել։ Ունեցել ենք շատ խնդիրներ։ Դե օրինակ հենց այսօր վիդեո նկարելուց առաջ ջարդվեց իմ հիմնական միկրոֆոնը, ջարդվեց իմ լույսը եւ ես չտխեցի հիմա նկարումը։ Ու ունեմ ձեր օգնության կարիքը, որպեսզի քվեարկեք ինձ եւ միասին հաղթենք։ Սա ինձ համար շատ կարեւոր է։ Ես ընտրել եմ բլոգինգի ճանապարհը եւ մինչեւ վերջ գնալու եմ։ Միասին ունենալու ենք թե հաջողություններ եւ թե պարտություններ։ Խնդրում եմ, հիմա կասեմ ձևը թե ինչպես քվեարկել եւ քվեարկեք ինձ։ Ես բոլորիդ շատ սիրում եմ եւ շնորհակալ կլինեմ։ Չեմ ուզում ավելորդ ժամանակ ծախսել, միասին սկսել ենք, միասին էլ կհաղթենք։ Հավատում ենք մեզ։ Գնացինք։ Մուտք ենք գործում ցանկացած բրաուզեր եւ որոնում ենք monk3.com։ Այնուհետեւ սեղմում ենք այս 3 գծին, հետո մրցանակաբաշխություններ։ Այնուհետեւ սահեցնում ենք ներքև եւ գտնում ենք լավագույն մանկական ալիքներ։ Սահեցնելով ներքև գտնում ենք NX Production եւ սեղմում ենք քվեարկել։ Այնուհետեւ սահեցնում ենք վերև, գտնում ենք լավագույն YouTube-յան ալիք։ Եվս իջնելով ներքև Այստեղ գտնում ենք NX Production եւ սեղմում ենք վրան։ Պետք է շատ ուշադիր լինենք, քանի որ սահեցնելու դեպքում կարող է մեր մատը կպնել եւ ուրիշ բան քվեարկվի։ Հետո սեղմում ենք քվեարկել։ Վերջ, դուք այսպես աջակցեցիք ինձ։ Բարևներ բոլորին, ժողովուրդ ջան։ Այսօր իմ հորաքույրը ինձ համար պատրաստել է challenge։ Լսենք նրան։ Ողջույն։ Ես Նարեկի համար այսօր պատրաստել եմ 3 առաջադրանք։ Նա պետք է պլաստիլինից հավաքի 3 իր։ Եվ վերջում, եթե ճիշտ հավաքեց այդ իրերը, նա պետք է ստանա ամենաքիչը 20 բալ։ Առաջինը նա պետք է պատրաստի ծաղիկ, երկրորդը էմոջի, երրորդը որևիցե մի ուտելիք։ Ամեն մեկը պատրաստելու համար նրան տրվելու է 3 րոպե։ Եթե Նարեկը պարտվեց, ուրեմն ես 24 ժամ կառավարելու եմ նրան։ Իսկ եթե Նարեկը հաղթեց, հաջորդ տեսանյութում դուք կտեսնեք իմ դեմքը։ Դե սկսիր։ Հիմա սկսում ենք, հորաքույրը արդեն գնաց, ամեն ինչ պատրաստ է, պլաստիլինը բացեցինք։ Առաջինը պետք է պատրաստենք սաղը։ Ժամանակը գնաց։ Տեսեք, կապապացենք պլաստիլինը։ Սենց մի բան, դանակներ բանում պլաստիլինի համար։ Գտնում եմ։ Սա մեր ծաղիկից հողունն է, բայց շատ հաստ է։ Մենք կբարակացնենք, մի քիչ շատ հաստ է, էլի։ Ինձ թվում է կհասցնենք, հորաքույրը մեզ լավ ժամանակ է տվել։ Սա հիմա պատրաստում ենք տերև։ Տերևը մի քիչ ցածր թող լինի։ Ու այսպեսի։ Նո, այսպես ենք անում։ Եվ այսպես։ Ավելի դեսք տանք սա գեղեցիկ է ստացվում, այսինքն գնում ենք ու մենք պետք է ստանանք կլոր։ Ինչ անենք կլոր, հիմա հարցը տալ։ Հիմա տեսեք, վերցնում ենք կարմիրը։ Այսպես բացում ենք։ Ու կտրում ենք, տեսեք մի այսքան երևի, օպա։ Ու հիմա, տեսեք, լավ սրանով կանենք, պետք է սենց բաներ, կտրտել, ու այս ժամանակը վերջացավ, բայց ոչինչ եկեք շատ արագ, հանի որ ժամանակը վերջացել է, խորակրոջը ոչ մի խոսք սրա մասին, կգիտի դեր ժամանակը գնում է։ Մենք սենց կանենք ու այստեղ կկպցնենք և քանի որ ուրիշ ինչ ենք հասկի բացենք
Սա էլ մեր ծաղիկը։ Գեղեցիկ է շատ։ 10 բալ։ Ես պատրաստելու եմ այս էմոջի, տեսեք ինչ մեծ է։ Ուրեմն ժամանակ գնաց, արագ կտրում ենք, այսպեսի այստեղից կտրում ենք։ Բացում ենք, բայց ուզում եմ կլորությունը պահեմ։ Իդե ոնց բացենք, որ կլորությունը պահենք։ Երևի թե այսպես։ Հիմա տեսեք, նարնջագույն ենք կտրում։ Աստիքոն ստանանք։ Այդտեղ կարող ենք անել այսպես, հա։ Դո այսպես։ Բայց շատ անտորնի է լինում, եթե կեղծ դրա համար եկեք նախ շպիտը սարքենք, որ ավելի բուջուր պետք է լինի։ Սիրուն շպիտ եղավ։ Հիմա սարքում ենք աչքերը։ Ճիշտ է, ես միշտ ավելի լավ էի պատկերացնում, բայց ոչինչ։ Ինչ սեցել է լինում։ Կարևորը հասցնենք, իսկ մենք հասցնում ենք։ Հիմա տեսեք, անում ենք, նայեք, սս գեշայրում չէ։ Վերցնում ենք ու հենց չսպես արձերով կայք ունի։ Մամի հացես սխմում ենք։ Այս էլ է պատրաստ։ Են գլուխնա։ 3 բալ։ Եվ մեր մոտ ուտելիք է, ես պատրաստելու եմ պիցցա իտալիանո, գնացինք նախագիտ բացենք, բիստվում է, նոր ժամանակը չասնենք, ժամանակը գնաց, ուրեմն, ես արդեն մի քիչ հմտացել եմ, կտրում ենք ու սպես մի քիչ սխմենք, հիմա տեսեք շարում ենք մի փոք երշի, բայց տեսեք ինչ ենք անում, չմա շատ ախորժելի պիցա կստացվի և բոլորս ինչ կարող են շարել, ձետ շանալ, շարին ձետում, շարում ենք ձետում, ամենակարևոր երևի համեղ բաներն է, գրեք դուք ինչով պիցա եք սիրում, բայց մի երկու տեղ կշարենք ձետում, բայց չենք շարի, կշարենք պանիր, ես վստահ եմ, որ առանց պանի պիցա չի, և եկեք մի հատ էս դանակը փորձարկենք, էս մկրատատիպա դանակը, որը հա, սենց է կտվում, օքեյ, հիմա տեսեք ինչ ենք անում, բացում ենք ու սա մի քիչ ուրիշ ձև ենք դնում, քան որ սա պանիրը, սա էլ պիցան։ 5 բալ։ Դե քանի որ Նարեկը չհաղթահարեց այս փուլը, ուրեմն կսպասեք այն տեսանյութին, որտեղ ես կկառավարեմ Նարեկի Ցավոք պարտվեցի։ Այս անգամ կարողացա բացահայտել հորաքրոջս դեմքը, բայց մյուս տեսանյութում պարտադիր դա կանեմ։